Չնայած արևմուտքի հետ հարաբերությունների խորացմանը, Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել դաշնակցային հարաբերությունները Մոսկվայի հետ։ Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին 2025-26 թվականների արտաքին գործերի նախարարությունների խորհրդակցությունների ծրագիրը։ Լավրովը վստահեցնում է, Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Искренне заинтересованы в полной нормализации отношений между Ереваном и Баку. Ռուսաստանն անկեղծ հետաքրքրված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների լիարժեք կարգավորմամբ։ Դրա ամուր հիմք ենք համարում բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրը, որ ձեռք են բերել Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները 2020-ից 2022 թվականներին։ Մենք ողջունել ենք խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ պատրաստ ենք նպաստել բոլոր այն հարցերի կարգավորմանը, որոնք անհրաժեշտ են փաստաթղթի վերջնական ստորագրման համար։ Բոլոր այս հարցերում Երևանը կարող է լիարժեք հույս դնել Մոսկվայի վրա, այդ թվում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանազատման ու հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Հայ-ռուսական հարաբերությունները հենվում են բոլոր ուղղություններով երկարաժամկետ փոխշահավետ գործակցության վրա, ասում է Արարատ Միրզոյանը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարը դրվատանքի խոսքեր է հնչեցնում Հայաստանի ղեկավարության հասցեին։ Մենք բարձր ենք գնահատում վարչապետ Փաշինյանի մասնակցությունը հաղթանակի 80-ամյակի շքերթին, ի հեճուկս արևմտյան որոշ պաշտոնյաների բաց սպառնալիքներին։ Մենք զգացված ենք այն ուշադիր վերաբերմունքից, որ հայկական կողմը ցուցաբերում է բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, ու կարևորում ենք այն բազմաթիվ միջոցառումները, որոնք այդ օրն անցկացվեցին Հայաստանում, այդ թվում անմահ գնդի ակցիան։ Անվտանգության ոլորտը շարունակում ենք համարել մեր դաշնակցային հարաբերությունների ամենակարևոր ուղղություններից մեկը։ Բանակցությունների ավարտից հետո արդեն կոշտ հարցերն են երկու նախարարներին, ինչու Միրզոյանը ջերմ ընդունեց Լավրովին։ Ես չեմ պատկերացնում որևէ հյուրընկալության այլ կերպ, մենք մեր բոլոր գործընկերներին առնվազն որպես տանտեր պարտավորենք ջերմ հյուրընկալել, հատկապես երբ խոսքը նաև մեր երկարամյա եւ դաշնակցային հարաբերություններով գործընկերությամբ կապված գործընկերների մասին ես չեմ ուզում կրկին շղթել խնդիրների առկայությունը։ Մենք արդեն այսօր միայն այս ձևաչափում բավականին երկար կենտրոնացանք խնդիրների վրա։ Դրանք ոչ Հայաստանն է շղթում, ոչ Ռուսաստանն է շղթում։ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը այն է, որ մեզ Ռուսաստանի Դաշնության հետ կապում են ամուր գործընկերային կապեր, մենք ունենք աճող տնտեսական հարաբերություններ, մենք ունենք ամուր մշակութային կապեր եւ պետք է կարողանանք զարգացնել մեր հարաբերությունները հիմնվելով այս դրական ուրեմն ընկալումների, ընդհանուր դրական ընկալումների, դրական ձեռքբերումների վրա։ Խնդիրների ու մեղադրանքների մասին հիշեցնում են լրագրողները։ Ռուսաստանը չի դրսևորել իրեն որպես ռազմավարական դաշնակից, չի կատարել պարտավորությունները։ Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի օգտագործած զենքի մեծ մասը եղել է ռուսական եւ բելարուսական։ Ի պատասխան Լավրովը հիշեցնում է, թե ինչի համար է Հայաստանն օգտագործել ռուսական զենքը։ Оружие использовалось российское для, как я уже сказал, захвата 7 неоспариваемых азербайджанских районов и для Ռուսական զենքն օգտագործվել է 7 անհերքելիորեն ադրբեջանական շրջանների գրավման եւ այնտեղ ամրաշինական ու ռազմական գծերի կառուցման համար, որոնք ցույց են տալիս, որ հաշվարկն այդ տարածքների երկարաժամկետ պահպանումն էր։ Ռուսական զենքը նաեւ Աֆրիկայում է օգտագործվում։ Մոզամբիկի դրոշի վրա նույնիսկ Կալաշնիկով ինքնաձիգ կա։ Տարբեր երկրներում ռուսական զենք կա։ Դա չի նշանակում, որ ամենուր այդ զենքն օգտագործվում է այն նպատակներով, որ բոլորին կգոհացներ։ Լավրովն ու Միրզոյանն այսօր քննարկել են Հայաստան-Ռուսաստանի չմատակարարած զենքի հարցը։ Խնդիրը կարգավորված է, վճարումներն այլ նպատակով կօգտագործվեն։ Сейчас есть ситуации, когда мы вынуждены, как и неоднократно в истории, воевать против всей Европы. Այն իրավիճակում, երբ Ռուսաստանը պայքարում է ամբողջ Եվրոպայի դեմ, կարծում ենք մեր հայ գործընկերներն էլ հասկանում են, որ նա չի կարող ժամանակին կատարել իր բոլոր պարտավորությունները, բայց սրանով հանդերձ մի շարք համակարգեր փոխանցվում են հայկական կողմին։ Իսկ այլ երկրներից զենք գնելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Если они хотят иметь французскую базу для Եթե լրացուցիչ մատակարարումների համար ցանկանում են ունենալ ֆրանսիական բազա, խնդրեմ, որևէ այլ երկրի, խնդրեմ, մենք որևէ бан չենք պարտադրելու։ В политическом смысле, конечно, Франция, она
выступает как враждебная страна. Քաղաքական իմաստով իհարկե Ֆրանսիան մեզ համար հանդես է գալիս որպես թշնամական պետություն։ Ուստի մեր դաշնակիցներն իրենք պետք է որոշեն, թե որտեղից է ավելի լավ զենք գնել։ Իսկ Ուկրաինայի հետ համեմատության եզրեր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանի համար չի տեսնում։ Я не вижу каких-то причин для украинизации Армении. Армения наш союзник, наш друг. Որևէ պատճառ չեմ տեսնում Հայաստանի ուկրաինացման համար։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ընկերը։ Հայաստանը օրենքից դուրս չի հայտարարում ռուսերենն ու ռուսական մշակույթը։ Օրինական իրավունքներից չի զրկում էթնիկ ռուսներին եւ նրանց, ովքեր պարզապես ցանկանում են ռուսերեն խոսել։ Ղարաբաղի հարցում մեզ ոչ ոք չի կարող մեղադրել, ասում է Լավրովը, քանի որ ըստ նրա տասնամյակների ընթացքում Ռուսաստանի ղեկավարներն առաջ են տարել հակամարտության արդար լուծման մոտեցումը, որպես առաջին քայլ վերադարձնել 7 շրջաններից 5-ը կարգավիճակի հարցը թողնելով ապագային, սակայն հայկական կողմը մերժել է։ Ավելին, ասում է, Հայաստանի առաջին ղեկավարներից որևէ մեկը երբեք չի առաջարկել Ռուսաստանին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Իսկ ինչու Մոսկվան համարժեք չարձագանքեց 2022-ի ջերմուկի դեպքերին, այն ժամանակ թիրախավորվել էր Հայաստանի տարածքը։ Я не знаю, что вы называете соответствующей реакцией. Реакция, которая отвечала нашим обязательствам перед Арменией. Չգիտեմ, որն եք համարում համապատասխան արձագանք։ Արձագանք եղել է հապկում մեր պարտավորությունների շրջանակում։ Անհապաղ զեկույց է ներկայացվել կոնկրետ առաջարկներով, որպեսզի հապկ առաքելություն ուղարկվի իրավիճակի կայունացման համար։ Նշված էր անգամ դիտորդների թիվը, նրանց զինվածության աստիճանը։ Բայց համաձայնեցված տեքստը հայկական կողմը տարբեր պատճառներով առաջարկեց չեղարկել։ Կարճ ժամանակ անց հայտարարվեց Եվրամիության դիտորդների այստեղ գալու մասին։ Մենք բավարարված չենք հապկի շատ կոնկրետ իրադարձություններին տված արձագանքով եւ հայտնի է նաեւ որ մենք սառեցրել ենք մեր գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում սեպտեմբերին արդեն առաջի կեսին մենք տեսանք ադրբեջանական զինված ուժերի հարձակումը ջերմուկի ուղղությամբ եւ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների խախտումը իհարկե մենք այս մասին տեղյակ պահեցինք մեր դաշնակիցներին եւ Ռուսաստանի դաշնությանը ուղիղ որպես երկկողմ դաշնակից եւ նաեւ հապկի շրջանակներում մեր ռազմական դաշնակիցներին գործողություններ որոնք դրանք հետևեցին ինչպես արդեն առիթ ունեցեմ ասելու գոհացուցիչ չէին Հայաստանի Հանրապետության համար Չնայած սրան, Միրզոյանն ուղիղ ոչ է պատասխանում Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաֆորմատավորելու հարցին։ Ասում է, կողմերի պարտավորությունները, իրավունքները, մտադրությունները հստակ գրված են թղթի վրա, ստորագրված են, վավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Իսկ ռուս լրագրողի հարցը, ինչպես եք պատրաստվում Եվրամիության անդամակցությունը համադրել ԵԱՏՄ-ին անդամակցելու հետ, Միրզոյանը որակեց ոչ տեղին։ Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու հայտ չի ներկայացրել եւ այդ ուղղությամբ բանակցություններ չկան։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։